Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այս տարին ինչով է առանձնանալու ձեր գրասենյակի համար եւ ինչ նորություններ է սպասվում, խնդրեմ։ Նշեմ, որ այս տարի իհարկե մենք շարունակելու ենք իրագործել մեր ամենամյա ծրագրերը, ինչպիսին իգործն են, Քայլ դեպի տունը, Սփյուռքի երիտասարդ դեսպանները, շարունակելու ենք ընդլայնել Սփյուռքի հանձնակատարների ցանցը, այսինքն մեր կողմից կառաջարկվող են տեխնացուներ եւ այն տեխնացուները, որոնք արժանի եւ համապատասխան կլինեն այդ պաշտոնին կնշանակվեն։ Ամենամեծ նորությունը իհարկե դա երկրորդ երիտասարդական համայնքական երիտասարդական ֆորումն է, որը տեղի կունենա օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում։ Իսկ ընդհանրապես բնական է, որ շարունակելու ենք մեր ընթացիկ ծրագրերը, նաև հատուկ ուշադրություն հատկացնելով մեր վտանգված համայնքներին, ինչպես նաև ամրապնդելով հայրենադարձության ինտեգրման կենտրոնի աշխատանքները։ Իգոր ծրագրից խոսեցիք, կարծես մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը, մի փոքր կմանրամասնեք ինչ ժամկետների մասին է խոսքը եւ նախորդ տարիների մեր փորձը վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, որքանով են արդյունքները դրական։ Իգործ ծրագիրը սկսել է գործել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, փաստորեն պատերազմից մոտ 2 շաբաթ առաջ մենք մեկնարկեցինք ծրագիրը եւ այն շարունակում է առանձնթաթումների, չնայած բոլոր դժվարությունների եւ խոչընդոտների, տեսեք գնահատական տալը մի քիչ բարդ է, բայց կարող եմ նշել այն փաստը, որ մեր գործականների մի մասը շարունակել է աշխատել պետական կառավարման համակարգում, մի մասը նշանակվել է բարձր պաշտոնների, իսկ ամենաառանձնահատուկ իհարկե պահը նա է, որ իգործականների 70-80%-ը մեկ տարվա այդ fellowship-ի ավարտից հետո նախընտրում են մնալ Հայաստանում եւ հիմնականում հաստատվել եւ աշխատել Հայաստանում։ Իհարկե մեծ մասը ի վերջո անցնում են մասնավոր սեկտոր, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ, բայց դա բնական է եւ մենք դա ողջունում ենք։ Ինչ խոսք մենք մեր հրավերը պետական կառավարման համակարգում աշխատելու ընդհանրապես 1 տարվա ժամկետով է։ Իսկ դրանից հետո ամեն ինչ որ կապված է արդեն Հայաստանի հետ, դա այսպես հավելյալ օգուտ է մեզ համար։ Մենք կշարունակենք հայտերը ընդունել, եթե չեմ սխալվում, մինչև ապրիլի կեսը եւ մեր հիմնական խոչընդոտը, ասեմ, իգործի հետ կապված ինչն է, մենք 2019 թվականին, երբ որ քննարկում էինք իգործ ծրագիրը, սահմանեցինք կեցության վճար, այսինքն մի գումար, որը հնարավոր կդարձներ ծրագրի մասնակիցներին ապրել այդ 1 տարվա ժամկետում Հայաստանում։ Ամենամեծ խնդիրը իհարկե նա է, որ 19 թվականից այդ կեցության ծախսը մանավանդ Երևան քաղաքում կտրուկ ավելացել է, կրկնապատկվել է, եթե ոչ ավելին, եւ մեր ստիպենդիան, այս կեցության վարձի վճարը, որը պետությունը տալիս է գործականներին, մնացել է նույնը։ Սա իհարկե մեծ խոչընդոտ է, որովհետեւ այն հաշվարկը, որ արվել էր 19 թվականին, հիմնված էր ապրելու ծախսերի հետ կապված իրականությունների հետ, իսկ այդ իրականությունը, ինչպես գիտեք, լրիվ այլ է այսօր։ Բայց այնուամենայնիվ մենք շարունակում ենք իգործ ծրագիրը, մենք շատ ուրախ ենք, որ մասնագետները շարունակում են հետաքրքրված լինել Հայաստանում աշխատելով եւ մյուս խնդիրները համոզված եմ, որ ընթացիկ ձևով կլուծենք։ Ինչ հետաքրքիր աշխարհագրությունն ինչպիսին է, հետաքրքրվածությունը ծրագրին մասնակցելու առումով մեր հայրենակիցներ ավելի շատ որ երկրներից են արձագանքում եւ ինչ մասնագետներ են։ Աշխարհագրությունը պատասխանում է մեր բոլոր մյուս ծրագրերի աշխարհագրությանը, այսինքն ամենամեծ թիվը իհարկե դիմորդների դա Ռուսաստանի Դաշնությունից է, սակայն սա զարմանալի չի կարող լինել, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում իհարկե գտնվում են ամենամեծ սփյուռքերը, այսպես ասած, եթե ընդհանուր լեզվով ասենք, ամենամեծ սփյուռքը հայկական, եւ այն իհարկե ֆիզիկապես, հոգեբանորեն, այսպես ծագումնաբանորեն ամենակապվածն է Հայաստանի հետ, հետեւաբար
դիմորդների մի մեծ զանգված այնտեղից է, սակայն մենք ունենք իգործականներ, դիմորդներ աշխարհի համարյա բոլոր երկրներից, որտեղ գոյություն ունի հայկական սփյուռք եւ ոչ միայն, այսինքն մենք պատմականորեն ունեցել ենք իգործականներ եւ Չինաստանից եւ Արգենտինայից եւ Բրազիլիայից եւ այլն եւ այդպես շարունակով։ Մասնագիտական որակավորման Մասնագիտական իհարկե շատերը այսպես հումանիտար մասնագիտությունների են տիրապետում, սակայն կրկին ունենք զինվորականից սկսած մինչև IT ոլորտի այսպես բավական մեծ կշիռ ունեցող իգործականներ, որոնք դիմել եւ դարձել են իգործականներ, աշխատել են պետական կառավարման համակարգում։ Այսինքն կարող ենք ասել, որ իգործ ծրագրի շնորհիվ մեր կառավարման համակարգում ոչ միայն մասնագիտական որակավորման առումով նոր ձեռագիր, նոր շունչ է բերվում, այլև հայրենադարձությանը նպաստող ցուցանիշներ են գրանցում։ Չնայած ի սկզբանե ծրագրի նպատակը հայրենադարձությունը չի եղել, այլ ձեր առաջին նշված նպատակներն են եղել եւ հիմնականում ոչ միայն գիտելիքներ, այսպես տեխնիկական կարողությունների ներդրումը կամ բարելավումը Հայաստանի կառավարման համակարգում, այլ նաև հոգեբանության, աշխատելավոճի, աշխարհընկալման փոփոխությունը համակարգի մեջ, բայց այո, անկասկած այն ունեցել է նաև հայրենադարձության արդյունք, եւ հետո նշեմ, որ այս մարդիկ, որոնք գործին մասնակցում են եւ հետագայում որոշում են մնալ Հայաստանում, իրենք այսպես վակուումի մեջ գոյություն չունեն, իրենք ունեն այլ անձանց ծանոթներ, բարեկամներ, գործընկերներ, որոնք իրենց փորձին հետևելով նաև որոշում են կամ դիմելի գործծրագրին կամ ընդհանրապես ներգրավվել հայաստանյան կյանքի մեջ, ինչ որ ձևով դա լինի ինչ որ ծրագրերի միջոցով, ոչ միայն պետական, այլ նաև հասարակական, լինի ներդրումների միջոցով, լինի բարեգործության միջոցով։